Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 25-ի համար։ Սիրելիներս, անդադ մոռանում եմ ասել, բավականին զբաղված եմ, դրա համար չկան ժամերը։ Եվ բացի դա լավ կլինի, որ մի փոքր ավելանանք, գոնե նոր էլի շատ տանջվեմ։ Եվ դրա համար չկա, հայ, որտեվ ես չափազանց շատ եմ զբաղված եւ ժամանակ չի լինում անգամ տեղադրելու վիդեոները, որ մնաց շատ ուշ եմ հիշում, որ պետքա վիդեոները տեղադրեմ, որովհետև առավոտյան շատ շուտ եմ անում։ Այսքանը կտեսնենք, թե ինչ է մեզ սպասվում մայիսի 25-ին, օրը երկուշաբթի է, աշխատանքային օր է։ Սկսվում է, այսինքն բուռն աշխատանքային շաբաթ է եւ ինչպես տրամադրվում է երկուշաբթի օրվան, այդպես էլ անցնում է ձեր շաբաթը, պետք չի այդպես տրամադրվել։ Թեթև, ինչքան հնարավոր է թեթև սկսեք երկուշաբթի օրը։ Մենակ ես ուզում եմ հիվանդանամ, կարծես թե։ Դե հիմա, ինչ արած։ Եղանակները նորմալ չեն, չես հասկանում մայիս է, չես հասկանում ինչ է, լրիվ մայիս-վայիս է։ Ահա, տեսնենք, լավ։ Գնանք խոյերին։ Տեսնենք ինչ է սպասվում խոյերին մայիսի 25-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ոմանք ունեն թաքուն սիրովեպ, ոմանք թաքուն գաղտնի գործողություններ։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ, դա նաև կարող է լինել օրինակ ինտիմ հարաբերություններ, կամ այստեղ վատ եք զգում ձեզ, մի փոքր, գուցե հիվանդ եք, գուցե մեկ այլ բան է, կամ գնում եք հիվանդանոց, այնտեղ ինչ-որ պրոցեդուրաներ պետք է անեք կամ մեկ այլ բժշկական կենտրոն է եւ այնտեղ պարկում եք, որ այդ պրոցեդուրան անեն։ Սեղանի շուրջ եք նստելու ձեր հարազատ մարդկանց հետ կամ ուղղակի ավելի լավ կզգաք, այդ սեղանի շուրջ նստած այդ մարդկանց հետ, հարազատների հետ կամ ինչ-որ մի լավ բան է տեղ ունենում սեղանի շուրջ, որ դուք ձեզ լավ եք զգում։ Բայց գործերը կմնան, չեք հասցնում բոլորն ավարտեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 25-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը հյուրեր եք ունենալու կամ դուք կգնաք հյուր, հեռախոսազանգ կունենաք, նաև հույսով լցված եք, հույսով սպասում եք, հույս նետել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա նաև և կարող եք վիճել այդ օրը կամ եթե հյուր ունեք, հնարավոր է նաև տուն եք մաքրում, որպեսզի գա, բացի դա էլ այստեղ կարող է լինել վեճ և ինչ-որ մեկից բաժանում, ինչ-որ բանից հեռացում, նաև դա կարող է լինել տուն մաքրում, որ հյուրը գա և եթե ինչ-որ գործեր եք անում, դուք տանը, ապա կարող է այդ գործը անեք և ոնց որ տաք գնա, այդպես այդ ապրանքից բաժանվեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկորյակների։ Ինչ է սպասվում եկորյակներին մայիսի 25-ին։ Հարգելի եկորյակներ, այդ օրը կարող եք որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնեք։ Միգուցե շատ եք տատանվում, շատ եք մտածում, երկար է դա տևում, մինչև ընտրության առջև եք կանգնած այստեղ եւ արդեն կորցնում եք, հետո իմանում եք, որ արդեն վերջի ուշ է։ Սպասում եք ինչ-որ մեկին, որ գումարի մասին խոսեք կամ վճարեք կամ գումար տաք։ Սեղանի շուրջ եք նստելու, ուրախ եք, բարձր տրամադրություն կունենաք, որևիցե հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ բան ձեր օգտին է ավարտվելու և հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 25-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը ոմանք ունեն թաքուն սիրավեպ, ոմանք թաքուն գործողություններ, սեղանի շուրջ եք նստելու ձեզ հարազատ մարդկանց հետ կամ պես սեղանի շուրջ նստած ձեզ կարող են սիրո խոստովանություն անել, կամ ուղղակի հարազատների հետ եք եւ ձեզ լավ եք զգում։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ, նաև սա ոմանց համար ինտիմ հարաբերություններ է։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, լավ մտածեք, հետո նոր արեք այդ քայլը։ Միշտ ապեք ոչ մի հարցում։ Եվ հեռախոսը զանգ կունենաք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 25-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը հյուրեր եք ընդունելու կամ դուք կգնաք հյուր, հանդիպում շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ եւ գումար եք ստանալու այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք գույսերի։ Ինչ է սպասվում գույսերին մայիսի 25-ին։ Հարգելի գույսեր, այդ օրը տան հետ կապված ոչ հարցեր ունեք, հնարավոր է առիթ է ձեր տանը կամ պետք է գնաք, նաև դա կարող է լինել տեղափոխություն կամ տան հետ կապված հարցեր, որոնք որ պետք է լուծեք այդ օրը։ Հեռախոսազանգ ունեք, հանկարծակի լուր, ինչ որ մեկից եք բաժանվելու կամ ինչ որ բանից եք հեռանալու,
գումար կծախսեք, գումար կվճարեք, գումարի մասին նաև կարող եք խոսել, նաև արժեքի մասին նույնպես կարող եք խոսել, սեղանի շուրջ եք նստելու, հույսով լցված եք, բայց ոնց որ հուզված եք, հուզված սպասում եք, հուզված եք, կլինի արդյոք թե ոչ, տեսակ ավելի հուզմունքը շատ է այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 25-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև հետո ինչ-որ մեկին եք սպասելու, կամ ինչ-որ բանի եք սպասելու, այստեղ հանդիպում կամ շփում ունեք ձեզ համար շատ մտերիմ մարդու հետ, միգուցե իրեն եք սպասում։ Նաև հրավերք, որից է առիթի, կամ դուք կհրավիրեք մարդկանց, որից է առիթի, պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, դա կարող է լինել բժշկական կենտրոն, ուսումնական կենտրոն, եւ ինչ-որ բան ձեզ հիասթափեցնում է, կամ ինչ-որ բանից տխրում եք այստեղ։ Չգիտեմ ինչն է, բայց ինչ-որ մի բան։ Այսքանը ձեզ համար, էմոցիաների համար լավ կլինի, որ նայեք ձեր լուսնային նշանը։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 25-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, նաև սեղանի շուրջ եք նստելու, ինչ-որ բանից կարող եք հիասթափվել, կամ ինչ-որ մեկից, կամ ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, հրավերք ունեք որևիցե առիթի, կամ դուք մարդկանց կհրավիրեք եւ այստեղ նվերներ արդեն եկան։
դուք եք ստանում կամ ձեզ են կամ դուք եք տալիս կամ ձեզ են տալիս։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 25-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, բայց չգիտեմ ինչու եք տխրում կամ հիասթափվում եք ինչ-որ մեկից այս դեպքում։ Գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական որոշում նաև կկայացնեք։ Օրվա վերջ այստեղ կամ քնից են ձեզ արթնացնում, ինչ-որ հանկարծակի լուր եք լսում կամ հանկարծակի լուր ինչ-որ մեկի հիվանդության մասին կամ որ պարկած է կամ նաև այստեղ ինտիմ հարաբերությունների մասին։ Ուղղակի ուզում եք հանգստանալ եւ ձեզ արթնացնում են այդպես։ Եվ սեղանի շուրջ եք նստելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրների։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 25-ին։ Պատոնը բացեցի, ինձ թվում է ձեզ չի խանգարի, այստեղ շատ գեղեցիկ տիտիկների ծլվլոց է, բայց որ լսեք և վայելեք բնության ձայնը։ Ուրիշ ոչինչ չունեք այստեղ, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, նաև հանդիպում ունեք, հյուր ունեք կամ դուք կգնաք, բայց այստեղ տհաճություն կա։ Կամ հյուրն է տհաճ, կամ այդ պահին հարմար չէր ձեզ, որ հյուր ընդունեիք, կամ միգուցե այնտեղ եք նկատում, որ իրոք հարմար չի իրենց, որ դուք գնում եք։ Եվ ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը։ Այսքանը ձեզ համար
ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 25-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը կարող եք ինչ-որ մեկի հետ վիճել, բայց նաև չի բացառվում, որ ուղղակի տուն եք մաքրում։ Դե երկուսն էլ կային ընդհանրապես վեճի քարտն է, բայց դե ավել է հիմա կարող տուն եք մաքրում։ Եվ ժամ եք պայմանավորվել այդ օրը ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, կամ հենց այդ օրը ժամ կպայմանավորվեք ինչ-որ մեկի հետ։ Ճանապարհ եք գնալու, ինչ-որ մեկը նաև կարող է գալ ձեզ մոտ եւ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք։ Դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 25-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը ոչ է գաղտնիք է բացահայտվելու, ճանապարհ եք գնալու կամ ձեզ մոտ ինչ-որ մարդիկ կգան եւ երջանիկ եք։ Ինչ-որ բան ձեզ երջանկացնելու կամ գաղտնիքը կամ այդ ճանապարհը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։